Հիմա եթե պատմեմ այս պատմությունը, ասելու եք լրիվ գժվել ես։ 1914 թվական Այդահո երիտասարդ զույգը մտնում է բեռնափոխադրող ընկերություն։ Իր 4 տարեկան երեխային դնում է կշեռքի վրա, ծանոթների համար նախատեսված, իսկ հետո նրա վերարկուի վրա փակցնում է 50 ցենտանոց նամականիշ եւ առաքում է երեխային։ Փոքրիկ աղջիկը 73 մղոն անցնում է գնացքի վագոնում նամակների ու ծանրոցների կողքին։ Ինչ էր տեղի ունեցել։ Երիտասարդ զույգը երեխային ուզում էր ուղարկել տատիկի մոտ։ Պարզապես գնացքի տոմսը շատ ավելի թանկ էր, քան եթե երեխային ուղարկեին որպես ծանրոց, եւ այդ տարիներին Ամերիկայում բեռնափոխադրող ընկերությունները դեռևս հատուկ օրենք չունեին, որպեսզի արգելեին մարդ առաքել որպես ծանրոց։ Երբ աղջիկը հասավ տեղ, բեռնափոխադրող ընկերության աշխատակիցը նրան դրեց իր ուսի վրա եւ տարավ հասցրեց տատիկի տուն մյուս նամակների ու ծանրոցների հետ միասին։ Իսկ եթե դուք մեծ չափսերի ապրանք ունեք ուղարկելու եւ այդ ապրանքը անշունչ առարկա է իհարկե ոչ թե մարդ, ապա կարող եք դա անել Լոս Անջելեսից դեպի Հայաստան Երևան փոստի միջոցով, որը ամենահարմար տարբերակն է սիրելի լոսի հայեր։ Կարող եք ուղարկել նաև մեծ չափսերի ապրանք, կահույք, ավտոմեքենա, ավտոպահեստամասեր։ Դե իհարկե նաև կարող եք ուղարկել սովորական ծանրոցներ եւ գումար։ Անհավանական հարմար գներ են։ Օդանավով ուղարկելու դեպքում 1 փաունդի համար վճարում եք ընդամենը 2.99, նավով ուղարկելու դեպքում վճարում եք 1 ծանրոցի համար, երկրորդ ծանրոցը ուղարկում եք անվճար, իսկ դրամ ուղարկելու դեպքում վճարում եք ընդամենը 1% միջնորդավճար։ Պահեք ձեզ բոտեջը, որովհետև գիտեմ լոսից հաճախ եք Հայաստան ուղարկում ծանրոցներ եւ ուղարկեք ձեր ընկերներին, թող իմանան գումար խնայեն։